Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ։ Ինչի համար է Եվրոպական կուսակցությունը ձգտում մտնել ազգային ժողով։ Ինչ պետք է անենք մենք, ինչ է այն, ինչ չեն անում ուրիշները։ Մեր պայքարի նպատակները և պատճառները բազմաթիվ են։ Աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգեբանական։ Այսօր ես կանդրադառնամ արտաքին քաղաքական հարցերին և կփորձեմ բացատրել, ինչ կանենք մենք, ինչ պետք էր անել և ինչ չարվեց մեր համոզմամբ։ Սկսեմ նրանից, որ չլինելով խորհրդարանական կուսակցություն, մենք աննախադեպ բան արեցինք հայոց քաղաքական պատմության մեջ, վերջի տասնամյակների։ Մենք կարողացանք օրինագիծ ստեղծել և դարձնել այն օրենք, այն էլ ոչ թե ինչ-որ երկրորդական, երրորդական մակարդակի հարցով, այլ ամենակարևոր, աշխարհաքաղաքական, Հայաստանի քաղաքակրթական ուղղվածության մասին։ Դա մեր կողմից նախաձեռնված Եվրամիությանը անդամակցելու օրենքներ և մեր պայքարի այս միջանկյալ արդյունքը չի կարող մեզ բավարարել և չի կարող բավարարել ձեզ, որովհետև իշխանությունները և նրանց հետ համաձայնված մեր նախկին գործընկերները փաստորեն սառեցրեցին այդ ընդունված օրենք, այն չի գործում, ինչը իր հերթին ինքնըստինքյան օրենքի խախտում է, բայց այդ մասին հետո։ Ուստի մեր ազգային ժողով մտնելու գերխնդիրն է, կամ գոնե գլխավոր նպատակներից մեկն է, այդ արդեն ընդունված օրենքի կիրառումը, իրականացումը, ինչը կբերի իր հետ բազմաթիվ զարգացումներ, արտոնություններ, բարեփոխումներ։ Նախ և առաջ կտրուկ բարձրանալու է Հայաստանի անվտանգությունը, մեր պետականությունը երաշխավորված կլինի աշխարհի գերհզոր ռազմաքաղաքական դաշինքի կողմից, որը մեր աչքի առաջ, որին վերածվում է Եվրոպական միությունը։ Բայց ես հիմա կուզեմ խոսել նաև այլ կորսված և չօգտագործված, բայց առկա և պոտենցիալ հնարավոր զարգացումների մասին։ Պատերազմն Իրանում, որը սկսվեց 6 շաբաթ առաջ, կտրուկ փոխեց համաշխարհային քաղաքականությունը։ Ես ենթադրեմ, հավակնեմ ենթադրել, որ Միացյալ Նահանգների գլխավոր թիրախը այս պատերազմում ոչ թե Իրանն էր, այլ Չինաստանը։ Ավելի ճիշտ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ասիական այն երկրները, որոնք կախված են պարսկական, իրանական և արաբական նավթից։ Ահա ինչու այս պատերազմի առաջին գլխավոր արդյունքն է այն, որ Միացյալ Նահանգների նավատորմը իր ողջ հզորությամբ փակել է Օրմուզի նեղուցը և վերահսկում է իրանական նավթի, չի խոսում, բայց նաև արաբական նավթի արտահոսքը, որովհետև սկզբունքորեն իրենք պատժամիջոցներ են դրել և չեն թողնում որևէ լցանավի, տանկերի դուրս գալը Օրմուզով կամ Բաբ-էլ-Մանդեբով, և սա ոչ միայն համաշխարհային նավթի գներն է բարձրացնում, դա կախվածության մեջ է դնում Միացյալ Նահանգների նավատորմից, Միացյալ Նահանգների քաղաքականությունից,
Չինաստանը, որը մինչև 30% ստանում այդ ճանապարհով, Ճապոնիային, որը մինչև 50% ստանում այնտեղից, մոտավորապես 30-40% նույն շուկաներից նավթը գնում էր նախկինում, մինչև պատերազմ Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ այլ երկրներ ասիական։ Այսինքն Միացյալ Նահանգները հնդկական եւ Խաղաղ օվկիանոսում խաղարկում են հսկայական մի համաշխարհային խաղ, շատ մեծ խաղ, որովհետեւ նրանք նկատել էին, որ Չինաստանը փորձում է փոխարինել Միացյալ Նահանգները քաղաքական եւ տնտեսական շուկաներում։ Եվ կարծում եմ Թրամփի վարչակազմին ամենից շատ մտահոգում է այն միտումը, որ BRICS-ը, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան քննարկում էին նավթի գնում եւ վաճառքը ոչ թե դոլարով, այլ որևէ այլ տարադրամով իրականացնելու տարբերակը եւ ամենայն հավանականությամբ այդ տարադրամը պետք է լիներ չինական յուանը։ Իսկ դա նշանակում էր, որ Միացյալ Նահանգների ողջ տնտեսությունը եւ ահռելի վիթխարի մեծ պետական պարտքը, որը պահպանվում է եւ որը երաշխավորված է հենց այն հանգամանքով, որ համաշխարհային տարադրամը դոլարն է, դա ամբողջը կարող էր փլուզվել։ Ուստի, երբ խոսում են Իրանի հետ պատերազմի մասին, հիշեք, որ իրական թիրախը միշտ այն չէ, որը երևում է։ Ինչի եմ ես այս ամենն ասում, որովհետև Հայաստանը այս պայմաններում պետք է շատ լուրջ եզրակացություններ անի։ Վերջերս Հայաստանի կառավարությունը ժամեր առաջ խոսեց թրիպի կարևորության մասին։ Եվ թվում է, որ այո, իհարկե, երբ Իրանը շրջափակված է հարավից, թրիպը կարելի է օգտագործել այդ շրջափակումը ապահովելու նաև հյուսիսից դրա համար։ Եվ այդ նախագծի ջատագովն է նախ եւ առաջ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք իրենց ազգայնական, ազգայնամոլ, թուրանական նախագիծը հիմա ներկայացնում են որպես հակաիրանական գործողություն եւ դա պետք է որ շատ դուր գա Միացյալ Նահանգներին։ Բայց այստեղ եւս մի հանգամանք կա։ Մի կողմից Հայաստանը դառնում է Իրանի շրջափակման գործիք։ Երկրորդը այն է, որ որտեղ է տանում թրիպը, եթե մենք շարունակենք այն արևելյան ուղղությամբ։ Որտեղ? Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Қырғызстан, արդյոք Միացյալ Նահանգները այդքան մտահոգված են Կենտրոնական Ասիայի այդ հանրապետություններով։ Եթե մենք շարունակենք թրիպը որպես ճանապարհ կոմունիկացիաների կծիկ, ապա մենք հասնում ենք Չինաստանի։ Չինաստանն է այն հանգրվանը, այն վերջին եւ առաջին կայարանը, որից պետք է որ սկսվի թրիպը։ Դրա համար էր խոսում արևմուտք, արևելք կապուղու միջանցքի մասին։ Միջանցք, միջին միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք, այդ որտեղ է պետք, որտեղ է հասնում այդ միջանցքը, որտեղից է այն սկսվում, Չինաստանից։ Իսկ հիմա վերադառնամ իմ ասացի առաջին մասին։ Եթե դուք համաձայնվեցիք տրամաբանության հետ, որ պատերազմը Միացյալ Նահանգները ոչ այնքան Իրանի դեմ են սկսել, որքան Չինաստանի, ապա որքանով եք դուք տրամաբանական համարում, որ Միացյալ Նահանգները ապահովեն ճանապարհը, որը սկսվում է եւ վերջանում է Չինաստանից ու Չինաստանով։ Մտածեք այդ մասին։ Կարծում եմ Երևանում լավ չեն պատկերացնում, թե ինչի մեջ են իրենք մտել եւ մեզ են մտցրել։ Երկրորդ հանգամանքը։
Մեկ ամիս անց, ավելի քիչ քան մեկ ամիս անց, մայիսի սկզբին, Երևանում անցնելու է վաղուց արդեն նշանակված Եվրոպական քաղաքական համայնքի վեաժողովը։ Եվ այստեղ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, ես օգտվում եմ այս առիթից ևս մեկ անգամ, ես գիտեմ, որ իմ վիդեոները նայում են նաև վարչապետի աշխատակազմում։ Դա երևում է հատկապես նրանից, թե ինչ մեծ ուշադրությամբ և բծախնդրությամբ փորձում են սահմանափակել մեր յութուբյան ալիքը, իմիջիայլոց, քանի որ շեղվեցի, չմոռանամ կոչ անել ձեզ, խանգարել այդ մեզ խանգարողներին և սխմել զանգակը, բաժանորդագրվել, գրել մեզ, դա կօգնի շրջանցել մեզ շրջափակողների շրջափակումը։ Հիմա վերադառնամ մտքիս շարունակությունը շարադրեմ։ Միացյալ Նահանգների և Իրանի բանակցությունները տապալվեցին, թեև Թրամփը խոսում է Իսլամաբադում կրկնելու երկրորդ փուլում այն անցկացնելու հնարավորության մասին։ Ընդհանրապես, երբ որ Իրանը ընկալում է պատերազմը որպես Իսրայելի պատերազմ, որին Իսրայելը ներքաշեց Միացյալ Նահանգներին, այդպես ամենայդեպս ասում է ամենաբարձր մակարդակով, ապա Ամերիկայի կողմից ուղարկել Իրանի հետ բանակցությունների ազգությամբ հրեա Ջարեդ Քուշներին և Ստիվ Վիտկոֆին, դա բավական հետաքրքիր ընտրություն է իհարկե։ Դա նույնը կլիներ, ինչ ասենք Եվրամիության անդամակցության համար Բրյուսելը ուղարկեր Հայաստան ազգությամբ երկու թուրք, Գերմանիայում ապրող, աշխատող, բայց ազգությամբ թուրք դիվանագետների, ինչը չի բացառում, գրեթե նորմալ է, բայց դա հարցեր կառուցեր իհարկե Երևանում։ Այլմոտավորապես այդպիսի հարցեր ոչ միայն տալիս են իրենք իրենց Իրանում, Վիտկոֆի և Ջարեդ Քուշների առաքելության մասին, այլ նաև միանգամից պատասխանել են տալիս։ Միացյալ Նահանգները չեն ուզում ոչ մի բանի մասին պայմանավորվել մեզ հետ, թե չէ հրեաներին չէին ուղարկի բանակցելու։ Բայց դա էլ մի կողմ թողնենք։ Եթե Պակիստանը իր վրա է վերցրել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև կամուրջ լինելու առաքելությունը, ապա Հայաստանը պետք է հասկանա մի բան. ի թիվ այլ արդյունքների Իրանի դեմ պատերազմը Ամերիկային մեկուսացրեց աշխարհից, մեկը մեկի հետևից, անգամ ամենամտերիմ ավանդական դաշնակիցները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Եվրամիությունը հրաժարվեցին և շարունակում են հրաժարվել մասնակցելու այդ պատերազմի։ Եվրոպական մի շարք երկրները, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան ասացի, Իտալիան, անգամ հրաժարվեցին, Շվեյցարիան, որը Եվրամիության անդամ չէ, բայց նույնպես մերժեցին Միացյալ Նահանգներին անգամ օդային տարածք տրամադրել, էլ չեմ ասում զենք, զորք, նավեր, դա զայրացնում է Թրամփին, Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից, այսինքն ցրել ՆԱՏՕ-ն, Եվրոպան դրան էլ է պատրաստվում և վերջերս երևի ամենածանրակշիռ ձայնը Գերմանիայի կանցլերի ձայնը բարձրաձայնեց, ասեց, որ այո, Եվրոպան գիտակցում է, որ Միացյալ Նահանգները հավանաբար դուրս են գալու ՆԱՏՕ-ից և Եվրոպան պետք է պատրաստ լինի իրեն պաշտպանել առանց Միացյալ Նահանգների, այսինքն ստեղծելով Եվրո-ՆԱՏՕ։ Այնուամենայնիվ, ինչ կապ ունի Երևանի դերը այս ամեն ինչում, հետևյալը. Հայաստանի Եվրոպական կուսակցության քննարկումներում մեր գործընկերներից մեկը առաջարկեց և խնդրեց, որ ես հասցնեմ դա կառավարությանը, մեր առաջարկը կառավարությանը, օգտագործել մայիսի 4-5-ի հավաքը
առաջարկելու համար, որպեսզի Երևանը դառնա բացի այդ հավաքի հարթակից, հարթակ ու կամուրջ նաև Եվրամիության եւ Իրանի միջև բանակցությունների, այսինքն հրավիրել Երևան Իրանի նախագահին Պեսեշքյանին կամ արտգործնախարար Արաքչիին եւ դրանով սկսել կատարել մեզ հատուկ առաքելությունը, այդ դա է լինելու բարձր քաղաքականություն, դա է լինելու դիվանագիտություն, խաղաղասիրություն, գործուն, այլ ոչ թե մեր ապահովության եւ խաղաղության երաշիկ դարձնելով Ադրբեջանին կամ Թուրքիային։ Ահա եւս մի բան, ինչը Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կաներ եւ կանի ազգային ժողովում։ Ես դա այդ դեպքում կառաջարկեմ ոչ թե որպես ընդդիմադիր թեկնածու, այլ որպես ձեր կողմից օրենսդիր իշխանությամբ օժտված պատգամավոր։ Եվ ես դա կանեմ ազգային ժողովի ամբիոնից, ես դա կանեի ու կանեմ Եվրախորհրդարանի ամբիոնից։ Ինչ այլ զարգացումներ են տեղի ունենում մեր շուրջը, որը անցնում է գրեթե աննկատ։ Իհարկե բոլորը չենք հասնի քննարկել, բայց եւս մի կարևորագույն բան ես կուզեի ասել։ Դուք նկատել եք, որ արդեն կես տարի է, ինչ կտրուկ սրվել են հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջև։ Եթե նկատել եք, ապա ինչ ենք մենք անելու այս իմաստով։ Եթե չեք նկատել, ասեմ, Էրդողանը որոշեց, որ ժամանակն է եկել վերադարձնելու մահմեդական աշխարհի առաջնորդի դերը Թուրքիային, Խալիֆ Սուլթան, ասեմ, որ մահմեդական աշխարհի նոմինալ, ֆորմալ առաջնորդը հենց Թուրքիայի սուլթանն էր։ Մինչև 1922 թվականը, մինչև որ 23-ին Մուստաֆա Քեմալը ստեղծեց Թուրքական Հանրապետությունը եւ ցրեց, լուծարեց Օսմանյան կայսրությունը, կայսրը սուլթանը համարվում էր խալիֆ, այսինքն բոլոր մահմեդականների առաջնորդը։ Հետո բավական երկար ժամանակ այդ տեղը թափուր էր, հիմա էլ է թափուր, բայց 79 թվականից սկսած մահմեդական ողջ աշխարհի ոչ ֆորմալ, բայց իրական առաջնորդներ համարվում Իրանի այաթոլլա Խոմեյնին։ Եվ հիմա մի քանի երկիր հավակնում են այդ առաջնորդությունը մահմեդական աշխարհի հոգևոր առաջնորդ լինելու։ Դրանք են նախ եւ առաջ Իրանը, դրա դեմ է հավակնորդը Սաուդյան Արաբիան, որտեղ գտնվում են Մեքքան եւ Մեդինան, որոնք կապված են Մուհամմադ Մարգարեի անվան հետ, կյանքի հետ, արաբական ամենահզոր ու մեծ թվականակով երկիր Եգիպտոսը եւ Թուրքիան, որ ուզում է վերադարձնել իրեն կորսված տիտղոսը, թեև դա տարօրինակ է թվում, քանի որ քեմալական Թուրքիան աշխարհիկ պետություն է։ Եվ Էրդողանը մեղադրում է Իսրայելին արաբների ցեղասպանության համար։ Իսրայելը ամենաբարձր մակարդակով, սկզբից դա ասում էին նախարարները, պաշտպանության նախարարը, կրթության նախարարը, հիմա ասում է Նեթանյահուն։ Ինչ իրավունք ունեք դուք, թուրքերը, մեզ մեղադրելու, դուք, որ հայերի ցեղասպանությունն եք կատարել, որ քրդերին եք հիմա մորթում,
որ հույներին տարածքն եք կերել, ձեր երկրի 1/3-ը պատմական Հայաստան, այդ ամենը ասվում է ամենաբարձր մակարդակով եւ հենց այդպես չի ասվում։ Նետանյահուն անցյալ տարվա աշնանը սկսեց ստեղծել հակաթուրքական ռազմաքաղաքական բլոկ եւ հրավիրեց Հունաստանը եւ Կիպրոսը։ Եվ սեղանի շուրջը կար եւս մի աթոռ Հայաստանի համար։ Ահա ինչու Նետանյահուն շատերի համար անսպասելիորեն ռադիո եթերում հայտարարեց, որ նա ճանաչում է կառավարության անունից հայոց ցեղասպանությունը։ Մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծամտորեն ասաց, որ մեզ նման ճանաչումներ պետք չեն, եւ մենք այլևս չենք հետապնդում միջազգային ճանաչումը ցեղասպանության որպես Հայաստանի դիվանագիտության նպատակ կամ գոնը խնդիր։ Դա անզգուշ հայտարարություն էր, որովհետև ինչ եք դուք համարում, պահեք ձեզ, որովհետև այն, ինչ ասում է Իսրայելը, դրա հետևից միշտ կանգնած է Միացյալ Նահանգները։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, ապա մենք շատ լուրջ պետք է քննարկենք հարաբերությունները եւ վերականգնենք հարաբերությունները Իսրայելի հետ, որովհետեւ Իսրայելի հաջորդ թիրախն է լինելու Թուրքիան։ Ես չեմ առաջարկում հիմա Իսրայելի հետ դաշնակից դառնալ Թուրքիայի դեմ, բայց ես առաջարկում եմ եւ պնդում եմ, որ մենք պետք է լրջագույն կերպով վերանայենք մեր հարաբերությունները, որովհետեւ հիմա ակնհայտորեն իշխող ԿՊ-ն եւ վարչապետ Փաշինյանը հակված են եւ գերադասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, դարձելով դրանք ավելի բարձր, քան Իսրայելի հետ հարաբերությունները։ Ես պնդում եմ, որ դա կոպտագույն եւ հանցավոր սխալ է։ Կարծում եմ մի օրվա համար բավական է եւ հաջորդ մեր հանդիպումներին մենք շարունակենք թվարկել, թե ինչ կաներ եւ ինչ կանի ձեր օգնությամբ, ձեր պատգամով Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, եթե դուք քվեարկեք մեր օգտին, բոլորին դեմ շարժման կազմում է հանդես գալու ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Իսկ եթե ձեզ հետաքրքիր է այս ձևաչափը մեր շփման, կրկնում եմ խնդրանքս, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակը եւ մենք չենք հրաժարվի ձեր ֆինանսական օգնությունից, որովհետև մենք ոչ օլիգարխներ ունենք մեր կազմում, ոչ հատուկ ծառայություններին ենք ծառայում, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, պատերազմի դաշտում եւ խաղաղության օրերին։ Մնաք խաղաղությամբ, մենք այդ խաղաղությունը ձեզ երաշխավորելու ենք ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքերով։ Մենք ինքներս կգտնենք այդ երաշխիքները Եվրոպայի հետ միասին։ Լավ լինեք, ցտեսություն։